Բաքուն առաջինն էր, որ արձագանքեց հակաթուրքական, եվրոպական հակաթուրքական բանաձևերին, եւ Ալիևը ժամեր առաջ հայտարարեց, որ ինքն է խզում բոլոր կապերը Եվրոպական խորհրդի եւ խորհրդարանական վեաժողովի հետ, որտեղ իմիջիալոց Ադրբեջանի ձայնի իրավունքը սառեցված է Եվրոպայի նախաձեռնությամբ։ Այս անգամ Ալիևը որոշեց չսպասել եւ խզում է հարաբերությունները Եվրոպայի հետ։ Ում սիրտը կերավ Ալիևը։ Արդյոք Ծառուկյանի գազանանոցում անզգուշորեն սպանված առյուծի։ Ոչ։ Ալիևը շարունակում է ապավինել Եվրոպային իրեն վաճառելով իր եւ հիմնականում ռուսական նավթն ու գազը եւ կախված մնալով Եվրոպայից, բայց Ալիևը ավելի կարևոր, քան անգամ այս տնտեսական եկամուտները, համարում է իր զավթողական տեսլականը, իր գերխնդիրը, Սյունիքը եւ անկլավները։ Այնչու նույն հայտարարության երկրորդ մասում նա ասաց, որ միաժամանակ Բաքուն լիակատար լիարժեք կարգավորեց հարաբերությունները Մոսկվայի հետ եւ արձանագրեց նոր մերձեցում Պուտինի հետ։ Իհարկե Բաքուն հերթական անգամ խաբելու է ռուսներին, ինչպես Մուստաֆա Կեմալը խաբեց Լենինին, ինչպես Ինոնյուն խաբեց Ստալինին, ինչպես Հեյդար Ալիևը խաբեց Ելցինին, ինչպես Իլհամ Ալիևը խաբեց Պուտինին, նորից է խաբելու Պուտինին։ Ինչ է կատարվում իրականում։ Հասկանալով այն, ինչի մասին մենք խոսեցինք մեր խոսակցության սկզբին, հասկանալով Ռուսաստանի մոտալուտ պարտությունը, Բաքուն իմ խորին համոզմամբ շտապում է շնից մաս փոկել եւ քաղել դեռ ոտքի վրա կանգնած Ռուսաստանից, հատկապես Հայաստանում ամուր կանգնած, քաղել Ռուսաստանից այդ շնի մազը, այդ վերջին հնարավորությունը։ Ինչ կոնկրետ, ինչի մասին է խոսքը գնում։ Հիշենք, որ Ալիևը դեռ չի ստացել իր նախընտրական նախապայմանները Փաշինյանից։ Նա դեռ չի ստացել անկլավները եւ չի ստացել սահմանադրության փոփոխությունները։ Եվ ահա ինչու է նա կտրուկ նորից մերձենում Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը այս օրերին հայտարարեց, որ փոխում է սեփականատիրոջը Թեղուտում։ Թեղուտը, որը ժամանակին հայկական Վալեքս ընկերությանն էր պատկանում, իր ոսկու եւ բրոնզի ու մոլիբդենի պաշարներով, հետո անցավ ռուսական ՎՏԲ բանկին, որը Կրեմլի լծակներից մեկն է, ընդհանրապես մականուն։ Հիմա ՎՏԲ-ն անում է նույնը, ինչ ժամանակին արեց Գազպրոմը, Գազպրոմ Արմենիա կառուցելով, ինչ արեց էլեկտրոցանցերի ռուսական համակարգը, փոխանցելով էլեկտրոցանցերը Հայաստանում ռուսական փողերով հարստացած օլիգարխ Սամվել Կարապետյանին, հիմա նույնը ինչ արեց օրինակ Զանգեզուրի բրոնզամոլիբդենային կոմբինատի հետ, նույն ռուսական բանկային համակարգը փոխանցելով այն մեկ մյուսին էլի ռուսական օլիգարխներին, այսինքն պետական մենաշնորհը փոխելով ռուսական օլիգարխներով։ Նույնը հիմա արվում է Թեղուտում, այսինքն Ռուսաստանը ոչ երկաթուղու, ոչ հանքերի, ոչ բանկերի հարցերում չի զիջում իր դիրքերը Հայաստանում։ Եվ տեսնելով այս ամենը, Ալիևը որոշում է խաղալ ուղիղ տիրոջ Պուտինի հետ, նրա հետ փորձելով հարցեր լուծել։ Իհարկե նա խոստանալու է կրկին ռուսական FSB-ի վերահսկողություն այն տարածքներում, որը փորձում էր, բայց չկարողացավ զավթել 21-22 թվականին, որովհետև պատերազմից անմիջապես հետո Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները, եթե հիշում եք, օրնիբում գիշեր-ցերեկ մնում էին Սյունիքում իրենց դրոշներով, շատերը այդ մասին մոռացան կամ չեն էլ իմացել։ Իսկ 22 թվականի աշնանը եվրոպական խաղապահ դիտորդների առաքելությունն է խանգարում Ադրբեջանին որևէ քայլ կատարել, արդեն
Ջերմուկում, Տավուշում եւ Սյունիքում կատարած զավթումներից ավել եւ պահպանելով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կյանքեր հայոց բանակի զինվորների։ Էդ էլ չեք հիշում, մոռացել եք, թե չգիտեիք։ Եվրոպական միությունն է փրկում ձեր որդիներին արևելյան սահմանում Ադրբեջանի կրակոցներից եւ ռուսական զենքից։ Եվ հիմա ես մեծ վտանգ եմ տեսնում Ադրբեջանի այս նոր զարգացումների հետ, Եվրոպայի հետ թեև ժամանակավոր, բայց խզումը, եւ Ռուսաստանի հետ թեև ժամանակավոր, բայց ակնհայտ մերձեցումը։ Այդ ամենը արված է հանուն անկլավների եւ Սյունիքի։ Այդպես որ վտանգը առկա է։ Բայց ո՞րն է այդ վտանգի ելքը։ Արդյոք Փաշինյանը կարողանալու է պայմանավորվել Ալիևի, Էրդողանի, Պուտինի հետ։ Այդ ով էր կարողացել նրանց հետ պայմանավորվել։ Ուկրաինան, Վրաստանը, Եվրոպան, կամ այդ երբ է Փաշինյանը կարողացել պայմանավորվել ինչ-որ բանի մասին նույն Պուտինի ու առավել ևս Ալիևի հետ։ Բոլոր պայմանավորվածությունները ավարտվում էին պարտություններով եւ տարածքային կորուստներով, բայց կա մեկ ճանապարհ, որը դուրս է հանում մեզ այդ սարսափելի թակարդից։ Եվ դա 22 թվականի աշնան ելքն է, Եվրամիության մուտքը Հայաստան, եւ 25 թվականի մարտի 26-ի օրենքը, որը նախաձեռնել է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որովհետև Եվրամիության թեկնածու անդամ երկրի հետ, Հայաստանի հետ, Ադրբեջանը եւ Ռուսաստանը այլևս չեն կարողանա խոսել այնպես, ինչպես խոսում է Փաշինյանի հետ Պուտինը, Ալիևը եւ Էրդողանը, որովհետեւ այդ դեպքում իրենք խոսելու են ոչ թե Փաշինյանի կամ Հայաստանի հետ, իրենք խոսելու են Եվրոպական միության հետ, եվրոպական փողերի, եվրոպական զենքի, եվրոպական արժեքների եւ սկզբունքների հետ։ Ահա ինչու։ Կրկնում եմ նորից ու նորից, օր առաջ, ժամ առաջ կատարեք Հայաստանի Հանրապետության 2025 թվականի մարտի 26-ի օրենքը Եվրամիության անդամակցության մասին։ Մենք ենք նախաձեռնել այդ օրենքը, մենք հիմա խոնարհաբար առաջարկում ենք մոռանալ բոլոր տարաձայնությունները։ Մենք առաջարկում ենք վերստեղծել արտախորհրդարանական, դեմոկրատական ընդդիմության հետ երկխոսությունը, որովհետև ազգային ժողովում խոսելու մարդ չկա, այնտեղ Պուտինի գվարդիան է։ Եվ ուստի մենք առաջարկում ենք վերադառնալ արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության ձևաչափին, որի լավագույն արդյունքն էր Եվրամիության անդամակցելու օրենքը։ Այն միակ հույսի ճառագայթն այս խավարի մեջ, որի մասին խոսում են բոլորը՝ Եվրոպան, Ամերիկան, անգամ Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Մի մասը հիացմունքով, մյուս մասը ատելությամբ։ Սա նշանակում է, որ մենք ճիշտ ենք։ Եկեք բռնվենք այս ճշմարտությունից։ Եկեք վերանանք, վեր կանգնենք մեր տարաձայնություններից եւ միավորվենք մեր հայրենիքի փրկության միակ իրական ճանապարհի, եվրոպականացման ճանապարհի վրա։